Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Օրինակ, ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախս է դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ մենք այն ավանդական ձևերով էլ թոշակ պետքա չբարձրացնենք։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքես դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին է։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Գնա դեղատուն այլ բան գնի, քան պետքա գնի, գնա ստանա այն բուժտարայությունը, քան պետքա ստանա։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50,000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ մենք այն ավանդական ձևերով էլ թոշակ պետքա չբարձրացնենք։